տալու այն տասնյակների, հարյուրների համար, որոնք արդեն քանի տարի դատական տարբերակյաններում գտնվում են հետապնդումների մեջ, բայց այս ամենի մեջ կա մի կարևոր բան, մի դրական բան, այս տարիների պայքարում մեր բոլոր քաղաքական բանտարկյալները եկան ողջ աշխարհին ցույց տալու, որ հայ հասարակությունը չի համակերպվել ուրացման, դավաճանության, զիջման, պարտության, այն քաղաքականության հետ, որ վարում է այս իշխանությունը։ Նրանք եկան, որպեսզի բոլորիս մեր ժողովրդի այսօրվա սերնդի ճակատից մաքրեն այն խարանը, կամ առնվազն փորձեն մաքրել այն խարանը, որը հետո տասնամյակներ, հարյուրամյակներ հետո մեր սերնդի վրա դնելու էին ապագա սերունդները, որ համակերպեց դավաճանության, ուրացման հետ, որն արդեն քանի տարի ուղեկցում է մեր ժողովրդին ու մեր երկրին։ Այսօր այստեղ հավաքված մեր հայրենակիցները գալիս են այստեղ, թեև կրկնելով ազատություն քաղբանտարկյալներին, բայց ոչ միայն պահանջելով լոկ ֆիզիկական ազատություն, բանտից դուրս գալու ազատություն, այլ արդարություն, այլ իրավունքների վերականգնում, այլ քաղաքական հետապնդումների վերացում։ Եկել են այստեղ, որ այստեղ կանգնած իրավապահների դեմքով բոլոր իրավապահների, քննչական մարմինների, դատախազությանը, ԱԱՑ-ի, մնացած բոլորի, որպեսզի զգուշացնեն ևս մեկ անգամ բոլոր անօրինականությունները, որ կատարվում են այսօր, կատարվել են երեկ, չի ներվելու ոչ մեկի, դիմում գրելով, այդ ծառայությունից դուրս գալով, հաջորդ օրը չտեղանալով, բա գիտեք, ես արդեն համակարգում չեմ, որևէ մեկի համար չի մոռացվելու։ Դրա համար պահանջը մեկ է, դադարեցնել անօրինական հրամաններ կատարելը, վերջ տալ ռեպրեսիաներին եւ բոլորս միաձայն ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն, ազատություն